Վերջերս փողոցով քայլելիս ինձ հավասարվեց մի 16-17 տարեկան աղջիկ իր բավականին խոշոր շան հետ։ Նայեցի շանը, բավականին անշուք շուն էր, ոչ ցեղական, ականջները կախված, դեռ ավելին, ականջներից մեկի վրա մետաղական ինչ-որ բան էր կպցրած, այսինքն աղջիկը փողոցային ինչ-որ մի շուն վերցրել, տարել էր տուն և պահել էր։ Առաջին բանը, որ ես մտածեցի, գիտեք ինչն էր, այն, որ այս աղջիկը իսկական շնասեր է։ Թե չէ Հայաստանում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր վերցնում են խոշոր ցեղական շներ, տանում են պահելու։ Նրանցից ոմանք, ովքեր ապրում են բազմաբնակարանային շենքերում և ունեն ավտոտնակ, տուն չեն տանում, շանը պահում են ավտոտնակում ամբողջ գիշեր, ցերեկվա մի մասը նույնպես, շունը ապրում է ավտոտնակում և ցերեկվա ընդամենը 1-2 ժամ է, որ հանում են և ման են տալիս։ Նմանատիպ շները բավականին մեծ ստրես են ապրում, եթե նույնիսկ շանը տաք 1 կիլոգրամ կամ կիլոգրամ-ու-կես միս։ Չնայած կարող են հակադարձել, որ չէ, մարդիկ էլ կան, որ տանում են բազմաբնակարանային տանն են պահում, նման դեպքեր էլ կան, բայց այդ դեպքում էլ տակի հարևանը միշտ բողոք է ներկայացնում, քանի որ գիշերը շները միշտ եղունգներով կրթկրթացնում են հատակը։ Ես նմանատիպ ծանոթներ եմ ունեցել, որոնք բողոքել են, որ վերևի հարևանը բավականին խոշոր մի շուն է պահում և միշտ ձայներ է գալիս ամբողջ գիշերը։ Այնպես որ Հայաստանում իսկական շնասերներ համարյա գոյություն չունեն։ Ես անձամբ շնատյաց չեմ, դեռ ավելին, ընդհակառակը, շներին շատ եմ սիրում։ Նույնիսկ ժամանակին բանաստեղծությունների շարք եմ գրել, 6-7 բանաստեղծություն նվիրված շներին, մի մասը նույնիսկ տպագրվել է։ Մի բանաստեղծություն ունեի, այսպիսի տող կար, ասում են շունը տիրոջն է քաշում։ Մի ծանոթ ունեի, այդ բանաստեղծությունը կարդացել էր և կարծել էր, որ բանաստեղծությունը նվիրել եմ իրեն։ Ինձ մի օր տեսնելով ասաց. «Էդ ինձ ես հա նվիրել էդ բանաստեղծությունը»։ Ես նրան ասացի, այդ բանաստեղծությունը երբ գրել եմ, իրեն նույնիսկ չեմ էլ ճանաչել։ Մի խոսքով, իսկական շնասերներ Հայաստանում գոյություն չունեն։ Իսկ շունը վատ պահելու համար երկրներ կան, օրինակ Ուրուգվայը և Արգենտինան, եթե հարևանը բողոքում է, մարդուն կարող են նույնիսկ դատել։